Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը պարզապես պայթեցնելու է համացանցը, քանի որ նկարահանող հրապարակից եւ մեր հավաստի աղբյուրներից մեզ են հասել բացառիկ շոկային տեղեկություններ առաջիկա սերիաների զարգացումների վերաբերյալ։ Այն, ինչ մենք շուտով կտեսնենք, գլխի վայր կշրջի սերիալի ողջ տրամաբանությունն ու հերոսների ճակատագրերը։ Սկսենք ամենաանսպասելի եւ հուզիչ տեսարանից։ Ինչպես հիշում եք, մենք ենթադրում էինք, թե Վովան է հանդիպելու լողավազանում խեղդվող Հունանին, բայց իրականությունն ավելի ցնցող է ստացվել։ Վովային փնտրելով Հունանի առանձնատուն է հասնում Լեոն։ Դարպասներից ներս մտնելով նա տեսնում է իր ընտանիքի թիվ 1 թշնամուն, իր հոր արյունը հեղած մարդուն Հունանին անգիտակից վիճակում լողավազանում պառկած։ Լեոն չդավաճանելով իր մարդկային բարձր արժեքներին ու տղամարդկությանը, առանց վայրկյան անգամ մտածելու ցատկում է ջուրն ու դուրս հանում նրան։ Նա անմիջապես օգնություն է ցուցաբերում եւ ուշքի բերում Հունանին, փաստացի փրկելով նրա կյանքը։ Երբ Հունանը բացում է աչքերը եւ տեսնում, որ իրեն մահվան ճիրաններից հանել է իր ամենավոխերիմ թշնամին, պարզապես հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Սա այն պահն է, որը կարող է կոտրել անգամ Հունանի քարացած սիրտը։ Բայց Հունանը ժամանակ չունի զարմանալու կամ զգացմունքներին տրվելու։ Ուշքի գալուն պես արյունը գլխին է խփում եւ նա անմիջապես անցնում է Իննային գտնելու եւ փրկելու հատուկ օպերացիային։ Օգտագործելով իր ողջ զինանոցն ու կապերը, Հունանը շատ կարճ ժամանակում պարզում է կնոջ տեղը։ Նա ներխուժում է այն նկուղը, որտեղ Արտյոմի մարդիկ պահում էին Իննային, եւ այստեղ ավարտվում է Արտյոմի խաղը։ Հունանը առանց աչք թարթելու հենց տեղում սպանում է Արտյոմին, փրկելով ու ազատելով կնոջը։ Այսպիսով Հունան Արտյոմ արյունալի պատերազմն ավարտվում է Արտյոմի մահով։ Այս ահարկու իրադարձություններից անցնում է մի քանի օր։ Գրիշոն եւ Լեան վերջապես վերադառնում են Հայաստան, սակայն տեսարանը, որին ականատես ենք լինում, չափազանց ծանր է։ Գրիշոն նստած է անվասայլակին։ Նրա քայլելու հույսերը կարծես դեռ լիովին չեն արդարացել։ Որոշ ժամանակ անց կայանում է Գրիշոյի եւ Մանանի սպասված, բայց չափազանց ցավոտ հանդիպումը։ Գրիշոն ցավոք դեռևս գտնվում է Մաշի թունավոր ազդեցության տակ։ Նա հավատում է այն ստերին, թե իբր Մանանն իր կամքով է գնացել հիվանդանոց ու միտումնավոր ազատվել իրենց երեխայից։ Այս հանդիպումը լի է արցունքներով ու անարդար մեղադրանքներով։ Բայց կա մի շատ ուշագրավ դետալ։ Չնայած Մանանի հանդեպ ունեցած զայրույթին, Գրիշոն բացարձակապես չի ցանկանում լինել Մաշի հետ։ Մաշը աներեսաբար եւ շատ հաճախ սկսում է գալ Հունանի տուն, փորձելով մտերմանալ Գրիշոյի հետ, սակայն Գրիշոն կոպտորեն վռնդում եւ մոտ չի թողնում նրան։ Ինչու՞։ Որովհետև նրա սիրտը չի կարողանում խաբել ինքն իրեն։ Գրիշոն խենթի պես սիրում է միայն ու միայն Մանանին։ Իսկ այս ընթացքում Լեան Հայաստան վերադառնալուն պես անմիջապես զանգահարում է Լեորին եւ կանչում նրան հանդիպման։ Նրա նպատակն է անկեղծորեն շնորհակալություն հայտնել այն տղային, ով անտեսելով թշնամանքը փրկեց իր հոր կյանքը։ Լեոն ներկայանում է հանդիպմանը եւ ի պատասխան Լեայի հուզված խոսքերին տալիս է շատ սթափ ու արժանապատիվ պատասխան։ Նա ասում է, որ ով էլ լիներ ջրում, նույնիսկ ամենաանծանոթ կամ վատ մարդը, ինքը միևնույնն է կփրկեր նրա կյանքը։ Այս խոսքերը եւ հիացնում եւ խոցում են Լեային, ցույց տալով Լեոյի վեհությունը։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք Լեոյի այս մարդկային եւ հերոսական արարքը կստիպի Հունանին փոխել իր վերաբերմունքը Սարգսյանների հանդեպ եւ վերջ դնել տարիներ ձգվող այս արյունալի թշնամանքին, թե նրա էգոն թույլ չի տա երախտապարտ լինել։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում եւ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Կհանդիպենք շատ շուտով։